Ողջույն, ես Աստղիկն եմ, ապրում եմ Տաշիր համայնքում։ Տաշիր համայնքում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման պրոցեսը։ Մասնակցային բյուջետավորման միջոցով ես ուղարկելու եմ իմ առաջարկը Տաշիրի համայնքապետարանի մասնակցային բյուջետավորման հանձնաժողով, նշելով համայնքային առաջնահերթ խնդիրը ըստ իս։ Այնուհետև ես իմ ընկերների և շրջապատին ներկայացնելու եմ իմ առաջարկը, հորդորելով նրանց մտնել Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական էջ և քվեարկել իմ առաջարկի օգտին։ Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական էջ մուտք գործելու համար ես մտնում եմ Google օպերացիոն համակարգ և այնտեղ որոնումներ դաշտում փնտրում եմ Տաշիրի համայնքապետարան տերմինը։ Եվ տալիս եմ search կոճակը։ Առաջին տեղում բերում է Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական էջը, մտնում եմ Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական էջ և աջ կողմում սեղմում եմ մասնակցային բյուջետավորում 2025 տողի վրա։ Մուտք եմ գործում մասնակցային բյուջետավորման համար ստեղծված հարթակ, որտեղ ներկայացված է մասնակցային բյուջետավորման հետ կապված պրոցեսները, ավականու որոշումը, հանձնաժողով, ժամանակացույց, ձևաչափ և առաջարկը։ Առաջարկներ ուղարկելու համար անհրաժեշտ է գրանցվել Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական էջում։ Գրանցվելու համար սեղմում եմ գրանցվել կոճակը և իմ դեմ բացվում է գրանցման համար նախատեսված էջը։ Այստեղ ես նշում եմ Հայաստանի Հանրապետության անձնագիր կամ ID քարտ, տարբերակներից որևէ մեկը, նշում եմ իմ փաստաթղթի համարը, հանրային ծառայության համարանիշը, նշում եմ համաձայն եմ հարթակի պայմաններին։ Տալիս եմ առաջ, կոնտակտային տվյալներ դաշտում նշում եմ հեռախոսահամարը և ստանում եմ համապատասխան SMS-ը, նույնականացվում եմ և տեղադրում եմ գաղտնաբառ իմ էջ մուտք գործելու համար։ Այնուհետև մտնում եմ իմ էջ, գրելով այնտեղ իմ օգտատիրոջ անունը և գաղտնաբառը։ Հիմա մտնենք մեր էջը, մուտք գործենք մեր էջ և փորձենք ուղարկել առաջարկ։ Մտնում ենք մասնակցային բյուջետավորում, արդեն ես մուտք եմ գործել իմ էջ, գրանցվել եմ և մուտք եմ գործել իմ էջ։ Այստեղ տեսնում ենք, որ մուտք և գրանցվել հատվածը չկա, այսինքն ես գտնվում եմ իմ էջում։ Եվ փորձեմ ուղարկել առաջարկ։ Դրա համար անհրաժեշտ է աջ ձևաչափը ներբեռնել, մասնակցային բյուջետավորման համար ներկայացված ձևաչափը։ Ձևաչափը ներբեռնելու համար ուղղակի սեղմում ենք ձևաչափով գրված արտահայտությանը, մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում ձեր առաջարկները անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ ձևաչափով։ Ձևաչափով բառի վրա սեղմում ենք և մեզ համար բացվում է նոր պատուհան, որտեղ ներկայացվում է մեր ձևաչափը։ Ձևաչափը անհրաժեշտ է ներբեռնել, տալիս ենք download և Microsoft Word, որպեսզի կարողանանք ձևաչափը խմբագրենք։ Ձևաչափը ներբեռնում ենք համակարգիչ կամ հեռախոսի մեջ և բացում ենք։ Տալիս ենք խմբագրել և լրացնում ենք բոլոր անհրաժեշտ դաշտերը։ Հիմա փորձենք լրացնել։ Առաջին տողում նշում ենք հեղինակի անունը, անվանումը, գուցե իրավաբանական անձ է, տվյալ դեպքում նշում ենք անվանումը։ Այստեղ հայտատուի աննազվանում դաշտում լրացնում ենք մեր տվյալները, այնուհետև գալիս են կոնտակտային տվյալներ։ Այստեղ նշում ենք մեր հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն։ Տվյալները լրացնելուց աշխատում ենք լինել ուշադիր, բաց թողումներ չխուսափելու համար և մեր հասցեն ենք լրացնում։ Հեռախոսի համարը պարտադիր է, քանի որ հնարավոր է մեր առաջարկների հետ կապված որևէ դիտողություններ կամ առաջարկություններ ներկայացվեն, դրա համար անհրաժեշտ է լրացնել հեռախոսի համարը ապահովելու համար մեզ հետ կապը։ Այնուհետև ներկայացնում ենք մեր առաջարկի անունը, այստեղ նշում ենք մեր առաջարկը և մանրամասն նկարագրում ենք, թե ինչ ենք ցանկանում մեր առաջարկով համայնքում իրականացնել։ Կարող ենք նշել նաև ոչ միայն
Տաշիր քաղաքի հետ կապված, այլև Տաշիրի և Տաշիրի մեջ ներառված 24 բնակավայրերը, 23 բնակավայրերը։ Նշում ենք հիմնախնդիրը, որի լուծման ուղղված է մեր առաջարկը, մանրամասն նկարագրելով այն բոլոր հնարավոր շահառուներին, ովքեր կօգտվեն մեր ծրագրից։ Նշում ենք ակնկալվող արդյունքները, որի արդյունքում ինչ փոփոխություններ ենք ունենալու համայնքում, մենք ակնկալում ենք համայնքում ունենալ այսինչ բանը, կամ մենք ակնկալում ենք, որ մեր ծրագրի արդյունքում ունենանք այսքան առաջընթաց կամ այսինչ պրոցեսը կիրականացվի և վերջին տողում նշում ենք առաջարկի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները։ Այստեղ նշում ենք այն ռեսուրսները, այդ ռեսուրսները կարող են լինել և ֆինանսական ռեսուրսներ, և մարդկային ռեսուրսներ, և նյութատեխնիկական ռեսուրսներ կամ բնայիրային ռեսուրսներ։ Այստեղ մենք ըստ մեր ծրագրի նշում ենք, թե մեր ծրագրի իրականացման համար ինչ ռեսուրսներ են անհրաժեշտ։ Դրամի տեսքով կամ այն տեսքով, որը ֆինանսական, տնտեսական կամ բնայիրային տեսքով ըստ մեր ծրագրի ներկայացված առաջարկի։ Այնուհետև մեր ստեղծած ֆայլը պահպանում ենք, ստուգում ենք և պահպանում ենք մեր ձևանմուշը։ Հետ են գալիս Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական էջ, որտեղ արդեն գրանցվել էինք, և գալիս ենք ուղարկել առաջարկ։ Այստեղ նշում ենք ֆիզիկական կամ իրավաբանական անձ տերմիններից որևէ մեկը, որին մենք համապատասխանում ենք, այստեղ նշում ենք այն ոլորտը, որի ուղղությամբ մենք ցանկանում ենք ներկայացնել առաջարկ, ներկայացնում ենք մեր առաջարկի վերնագիրը, ենթադրենք, եկեք այս դեպքում ես նշեմ այլ, այստեղ պարտադիր դաշտերը, վերնագիր կատեգորիա դաշտերը պարտադիր են լրացնելու համար։ Ցանկալի է, որ բոլոր դաշտերը լրացվեն հայտերը ամբողջական լինելու համար։ Այստեղ համառոտ նկարագրում ենք մեր առաջարկը, եթե ունենք տեսահոլովակ պատրաստած, կարող ենք տեղադրել մեր տեսահոլովակի լինքը կամ այլ աղբյուրներից լինքը։ Այնուհետև տեղադրում ենք նկար, նկարները ընտրելու դեպքում պարտադիր է նշել նկարների անունները, քանի որ ֆայլը ստեղծված է այնպես, որ եթե ֆայլի անունը չի նշվում, կարող է ֆայլը չպահպանվել։ Այնուհետև նշում ենք այն հասցեն, որտեղ իրականացվելու է մեր կողմից առաջարկված ծրագիրը։ Նշում ենք առնչվող փաստաթղթերը, դրա դեպքում մեր հայտային ձևանմուշն է։ Տալիս ենք հայտային ձևանմուշը այստեղ բացել։ Անունը կարող ենք գրել մեր աննազգանունը կամ հայտային ձևանմուշ։ Տալիս ենք մեր համաձայնությունը և սեղմում ենք ուղարկել։ Հետ ենք վերադառնում Տաշիրի համայնքապետարան պաշտոնական էջի գլխավոր էջ, այնուհետև նորից տալիս ենք մասնակցային բյուջետավորում և մեր առաջարկները համապատասխան դիտարկումներից հետո առաջարկներ հատվածում կլինեն։ Դրանից հետո մեր ընկերները կարող են տեսնել և քվեարկել։